Պարոն նախագահ, այս գործի առնչությամբ ունեք դիտարկումներ, երկրորդ շնչառություն են տվել, ինչու։ Ինչ ասեմ, դժվարանում ասել, ինձ համար ինչ տարբերություն, մեկն է, երկուսն է, թե չորսն է, չորսն էլ կա, էլի։ Պարոն նախագահ, հիմա որ Դավիթ Համբարձումյանին արդեն ձերբակալեցին, կալանավորեցին, ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը, հնարավոր է, որ դապարվի կամ նոր թեկնածու առաջադրեք, ձեր պլաների մասին։ Ոչ, որովհետև դեռևս Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար փաստաբանները բողոքարկելու են եւ այդ ընթացքում նա բոլոր իրավունքները պաշտպանում են, այնպես որ Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն իմպիչմենտի գործով որպես վարչապետի թեկնածու։ Պարոն Սարգսյան, դուք կարծում եք, որ Դավիթ Համբարձումյանին այդ գործընթացի պատճառով կալանավորեցին քաղաքական պատճառներով։ Ոչ միայն այդ գործընթացի, իր դիրքորոշման պատճառով։ Ես չգիտեմ, ես խնդրել եմ մեր Սարգսյանում իրավական հարցերով զբաղվողներին խնդրել տեսնել, արդյոք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառել է, դեռևս ինձ պատասխան չեն տվել, որ կիրառվել է թե չէ, շատ դաժան որոշում են ուղղակի կայացրել, այն պարզ պատճառով, որպեսզի համաներումը որևէ ազդեցություն չունենա։ Պարոն Սարգսյան, ընտրություններին ամիսներ ամնացել ընդամենը, մի քիչ կպատմեք ձեր պլանների մասին, ասելու վերջ էլի, օրինակ դաշինքներ, չգիտեմ, ինչ տարբերակներ եք մտածում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կուղարկեք, օրինակ, ինչ ռեալ գործընթացներ կան, օրինակ, ինչ պլաններ կան։ Մենք այլ պլան չունենք, քան իմպիչմենտի գործընթաց առաջ տանելը։ Եթե ուրիշներ այլ պլաններ ունեն, այլ առաջարկություններ ունեն, մենք հաջորդով դա կլսենք։ Ինչ եք ասում։ Պարոն Սարգսյան, գնալով վիճակը երկրի կարծես վատանում է, եկեղեցու դեմ արշավել, կալանավորներ, քաղաքական հետապնդումներ, այսպես քրեականի տակ։ Այս ամենում դուք ձեզ երբ որ մնում եք մենակ, մեղավորության զգացում ունենում եք։ Եթե նույնիսկ այս փոքր խմբում մեկը կա, որ ինքը կասի երբեք ինքը մեղավոր չի եղել։ Թե 18 թվի իրադարձությունների շատ լավ։ Այս գործով արդարացած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվեց եւ նա հեռացվեց դատական համակարգից։ Մտավախություն չունեք, որ եթե ձեզ մյուս դատավորներն էլ արդարացնեն նույն ճակատագրին կարողանան։ Բայց ինչ կարող եմ այդպես անել։ Դատավորները իրենք են որոշում արդարադատություն ապահովել, թե անձնական անվտանգություն։ Հովանավանքում տեղի ունեցածին ինչպես է վերաբերում։ Չեմ էլ ուզում այդ հայտարարության արձագանքը։ Բայց նորից է գնալու, պարոն նախագահ։